Ես ինչի՞ եմ այս թեմայի մեջ այսպես խորացել, որովհետև նախ տաբու կա։ Եկեղեցի։ Չի կարելի։ Ինչի՞ չի կարելի։ Ով ասել, որ չի կարելի։ Ով ասել, որ պղծված հոգևորականը պիտի մտնի Աստծո տուն, ու ես իրանից չխոսամ։ Ով այդի որոշե։ Կամ որ օրենքով է դա ճիշտ։ Դուք եթե հավատացյալ եք, դա ճիշտ եք համարում, այդ թքել եմ այդպես հավատացյալի 30,000 ներեգություն։ Որ Աստծո տունը պղծում են, Աստծո տունը սարքում են վաճառակետ, Աստծո տունը սարքում են առևտրի առարկա։ Ես խոսել եմ այդ տաբուները ջարդելու համար ու խոսելու եմ։ Ու խոսեք սիրելի հայրենակիցներ։ Խոսեք ինչքան կարաք։ Դուխով խոսացեք, ընդհանուր այդ դուխով բառն էլ արժեզրկվե, բռնաբարվե։ Այդ բառն էլ շատ եմ սիրում օգտագործել, որտեղ իրականում է ժողովրդի մեջ մտածած է դուխով բառը։ Խոսացեք, վստահ խոսացեք։ Առանց վախենալու։ Այդ վեղարը, որ հագել են, տակի պագոնները ի վերջո պետք է տենանք, թե չէ։ Տակի պագոնները պետք է տենանք, թե չէ։ Կամ այդ սրբի դիմակով սրբացած մենք կուսակրոն ենք, բայց իրավունք ունենք շաբաթը մեկ կնոջ հետ լինենք, մի ամիս չենք ձգի բան, այ քեզ բան, կարող զորով եմ վզիցդ կախել կամ զաստավիտով եմ քեզ կուսակրոն քահանա դարձրել առասարակ։ Ընդհանրապես Միքայել Աճապահյանը սա առանձին թեմա է, նույնիսկ Բագրատ Գալստանյանից առանձին ես կասեի, Բագրատ Գալստանյանն ոնց շոումեն լինի, անկեղծ, իսկ այս մարդը, ասենք Ստալին, բան, ոնց խորացել է լուրջ բաների մեջ է խորացել սատանայական